Ողջույն բոլորին, Drive News-ն է, Տոշն է ձեզ հետ, գտնվում ենք Հաղթանակ զբոսայգում։ Հիմա շատերդ կմտածեք նոր ատրակցիոններ փորձարկելու Հաղթանակ զբոսայգու, բայց ոչ, մենք ունենք մեր ատրակցիոնները, որը նախատեսված է մի քիչ մեծերի համար ու հարուստների։ Mercedes-Benz W222 RS 500։ Ինչի R? Հիմա շատերդ երևի կհարցնեք, ասեմ, ուրեմն R-ը դա մոդիֆիկացիա է 222 թափքի համար, որտեղ ինքը 5 լիտրանոց շարժիչն է, 2 տուրբոներ մղիչով, բայց այստեղ ամբողջովին արտաքին տեսքը հավաքված է S65 AMG, այո, դիմացի բամպերը, հետևի բամպերը, մի խոսքով ամեն ինչ, բացի այս անվահեծերից, այ անվահեծերը արդեն ոչ թե S65 AMG-ը, այլ Maybach, որը արժի մոտավորապես այս մեքենայի գնի մի 30%-ը, շատերիս մեքենաների գնի 100%-ը, մի խոսքով շատ թանկարժեք, մոտ մի 5-6,000 $, արժողությամբ, չկպնենք սրան, գնանք մեզանից փոշի չնստի նրա վրա, լուսարձակներ, աշխարհի ամենագեղեցիկ լուսարձակներից մեկը, ճիշտ է, մարդկա ահավոր չի սիրում, բայց շատ-շատերի համար շատ գեղեցիկ է, այս բամպերի համադրությունը, լուսարձակները, այս ռադիատորի քողարկիչը, մի խոսքով ամեն ինչ շատ համահունչ, շատ թանկարժեք, շատ գեղեցիկ, ճոխ ու վերջն է մի խոսքով։ Հետևի լուսարձակները շատ գեղեցիկ, հետևի բամպերը, խլացուցիչները, մի խոսքով ամեն ինչը տեղն է։ Այս ոդկով բեռնախցիկը բացելու համակարգը, որը ես տենց էլ կյանքում չկարողացա օգտագործել ճիշտ, որովհետև ոդկս երևի չի համապատասխանում թանկարժեք մեքենաների սենսորներին, ու ինքը դեռ չբացվեց, հետո կփորձենք էլի մի օր, բայց ունի այդ համակարգը, նույնիսկ փակում էլ է։ Long տարբերակն է, որովհետև R-ն է, 222 R-ն է, long տարբերակն է, ու այս դուռը մեր բնակարանի դռնից մոտավորապես 2 անգամ լայն ավելի։ Հա, մեքենայի սրահն էլ մեր բնակարանից մի 2 անգամ մեծ։ Ուղևորի նստարանի հետ կապված, տեսեք, սա ուղևորի նստարանն է, էլի, ինչպես և վարորդինը, շատ հարմարավետ նստարան, բայց, քանի որ այս մեքենան լոնգն է, ու մեծամասամբ այս մեքենայի գնորդները նստում են հետևը մեքենայի, ու պետք է մաքսիմալ կոմֆորտ լինի մեքենայի հետևը նստած, որովհետև ունես վարորդ, որովհետև այդքան գումար ունես, որ այս մեքենան առնես ու պետք է կարողանաս քեզ թույլ տաս անպայման, որ ունենաս վարորդ։ Այն կողմից ուրեմն ինչա կատարվում։ Ես, չէ, բանն եմ, այդ մեքենան իմն է, ես շեֆն եմ։ Տվյալ պահին ես վարորդն եմ, եկա նստեցի, շեֆը նստեց, այդ շեֆն էլ եմ ես էլի, հեսա կգնամ ցույց կտամ։ Շեֆը նստեց, չէ, վարորդը նստեց, շեֆը նստեց, հիմա ուրեմն մեզ պետք է, որ շեֆը հարմար գնա աշխատանքի, եթե աշխատում է, սեղմում են այս կոճակը, այստեղ կոճակ կա, ու այս վահանակը, որը կառավարում է իմ, այսինքն վարորդի նստարանը, այս կոճակը սեղմելու դեպքում, այսպես, կառավարում է ուղևորի, դիմացի ուղևորի նստարանը, այսա, ու ես կարող եմ այստեղից նստած այս նստարանը ամբողջովին առաջ բերել, տեսեք ինքը ավտոմատ այս գլխի հատվածը իջեցնում է, որ այստեղ ոչ մի տեղ չկպնի, կարող եմ պարկեցնել, ավտոմատ ինքը իրան սենց ծալվում, սենց մտնում է ինքը իրա ջեբը, որ չխանգարի շեֆին, այսենց հետաքրքիր ֆունկցիաներ, այստեղից ձեռքով ես կառավարում, ձեռքով ես այդ ամեն ինչ անում, այնտեղից մեկ կոճակի օգնությամբ, մի րոպե շեֆը մուզիկա չի ուզում, հիմա, ինքը դեռ դասավորվում է, լավ սպասենք, վերեցինք զրոյական դիրքի, որ գնանք մի հատ է նույն ֆունկցիան շեֆի տեսանկյունից կատարենք, հիմա, բան այդ թանկարժեք մարդն եմ, շեֆն եմ, եկա, նստեցի, վարորդս մի քիչ լավ չի հասկանում, ու չի ֆայմում, որ այս նստարանը հիմա պետքա ծալի, այս կոճակը տեսնում եք, սա չէ, սա որ սեղմեմ, էլի նույն ձև կարողանում եմ այս վահանակի օգնությամբ կառավարել այս նստարանը, բայց այս կոճակը սեղմած պահում ենք, նստարանը ինքը իրան
Գնաց, ծալվեց, մանիտորը ֆռաց, հեսա այստեղ ներքևը ուշադիր, ահա, եկավ։ Նայեք ինչա կատարվում։ Պարկում ես, այսպես ոտքերը դնում ես, իհարկե իմ կոշիկների նման կեղտոտ կոշիկներով չէ, էլի։ Մի քիչ ավելի մաքուր ու մի քիչ ավելի թանկարժեք, գոնե Ալեքսանդր Մակուին մինիմում։ Ու այսպես գնում ես, այստեղ կա նաև հեռակառավարման վահանակ, որի միջոցով հերիք չի սենց նստել ես, հերիք չի վարորդդ վարում է, մոտ էլ սենց ձենն ես բարձրացնում, կինո ես նայում, մոտավորապես անվահեծերի գնին վահանակա։ Այստեղ որպես շեֆ մարդ ունենք բաժակի դնելու տեղեր, այս բաժակի հատվածները եւ տաքացվող են եւ սառացվող, այսինքն եթե թեյ եք խմում, ինքը տաք է պահում, եթե վիսկի սառը մեքենայի մեջ կարելի է վիսկի խմել, որտեղ դու հետևն ես նստած, համել շեֆ ես, բայց եթե շեֆ ես, կխմես կոնյակ, հայկական թանկարժեք։ Հա, այս հասկացա, այս արդեն որպես երրորդ նստատեղ է դառնում, ինչը շատ նվաստացուցիչ է այս մեքենայի պարագայում, որ ասում են աբիդնի է, էլի, ինչի համար ենք ապրում, ստեղ բարձեր կան մետ նայեք, նստարանների մեջ ուրեմն թայլանդացիք կան, մերսում են, բարձերը կան, մնում է ձեզ մի հատ վերմակ գտնել ու մի մարդ, ով ձեզ օրորոցային կերքի, հազիվ մի բան կտանք, շնորհակալություն։ Այստեղ կա ևս մեկ կոճակ, որը արդեն իջեցնում է այն կողմի ապակին, նախ վարագույրը, հետո ապակին։ Այսենց լիքը կոճակներով, լիքը փչացող համակարգերով, թանկարժեք մեքենա։ Գորգերն են, այո, ձմեռվա համար նախատեսված, ամառայինները չեմ տեսել, բայց շատ հույս ունեմ, որ թանկարժեք փափուկ ոչխարիկներից են պատրաստված։ Նորից ենք փորձում բեռնախցիկը։ Կբացվես, խնդրում եմ։ Հոպ, տարարարայ, տարայ, հոպ, տայ, հոպ, տայ, սա շալվարս կեղտոտեցի, դե բացվի, Այսքան տեղի վրա, հոպ, հակառակ պրոցեսը, ավելի, վալյա, Կարանք հանգիստ նստենք մեքենան վարենք, որովհետև արդեն ընտելացանք իրար հետ, էլի արդեն ոտիս համարով բան, ամեն ինչ գիտի։ Գնացինք։ Սա էլ սրահը, բնականաբար, ամենաճոխ, ամենակամֆորտ, ամենաթանկարժեք տարբերակը պետք է լինի բնականա Mercedes-ի բոլոր այդ սերիաների միջից։ Այս մեքենան ունի այն աշխարհում ինչքան անվտանգության ու հարմարության համար նախատեսված համակարգեր կան, այս մեքենան ունի։ Լավ, եկեք նստարաններից։ Ուրեմն նստարանները դե բնականաբար այն ամենալավ կաշվով, այն ամենափափուկ, սենց տաքուկ ջերմեն են, սենց շատ լավն է։ Բնականաբար պատրաստման նյութերը բարձրակարգ, էլի խոսք չկա։ Նստարանները ուրեմն այնքան ֆունկցիաներ ունեն։ Սկսեմ, չգիտեմ, Մերսումից։ Լավ, սկսենք Մերսումից։ Մերսման մոտ 8 ռեժիմ կա
երևի ավելի շատ ուղղակի չհաշվեցի։ Ինչ տիպի մերսում ուզում ես ակտիվ մերսում, տաք քարերով սպա մերսում, դանդաղ մերսում, մի խոսքով այս նստարանների մեջ թաքնված են sense պուճուր թայլանդացիներ, կարգավորումները, այս կողային հատվածները, բորդերը, այսպես ասած, կարգավորվում են ինչքան փակվի, ինչքան բացվի, վերևի հատվածը կարգավորվում է, մեջքի հատվածը կարգավորվում է, այդ ամբողջը բնականաբար մուլտիմեդիա համակարգով ունի ակտիվ բորդային այս նստատեղերի համակարգ, նստարանների կողքերը փքվում եւ իջնում են, փքվում է այն կողմը, որ կողմ շրջադարձ ես մտնում, այսինքն հակառակ կողմը, որ չընկնես նստարանի վրայից, էլի։ Նստարանների մասին էլի շատ բաներ կա, բայց այդքան հավես չունեմ նստարանից միայն խոսելու։ Ղեկը փայտ, ես միշտ փայտի ղեկ չեմ սիրել, իհարկե, բայց այստեղ շատ գեղեցիկ է սարքած, այստեղ ներքևի հատվածը sense ուռած մեծ ու գրված է Mercedes-Benz, որ չմոռանաս ինչի ղեկին ես, էլի, երևի այս լոգոն հերիք չէր, հա։ Բայց շատ լավն է։ Նստարանները, ղեկը բնականաբար ունեն տաքացում, բայց այդքանով չեն սահմանափակվել։ Այստեղ եւ արմնկակալը ունի տաքացման համակարգ, եւ այս դռան արմնկակալը ունի տաքացման համակարգ։ Մի խոսքով, ինչին կպնում ես ձմռանը տաք է։ Այստեղ դիմացի հատվածում ունենք շատ մեծ երկու մոնիտոր, մեկը ցույց է տալիս տախոմետր, արագություն, ինչը որ բոլոր մեքենաները ունեն, մեջտեղի հատվածում բորդ համակարգիչ, կառավարում ես այս ղեկի կոճակների միջոցով, բորդ համակարգիչով, ինչ որ ծրագրային բաներով։ Իսկ այս աչի վրա, այս պտուտակով արդեն կլոր կառավարում ես մուլտիմեդիա համակարգը, որտեղ եւ թաքնված են այդ բոլոր այդ գլուխգործոցները, թե նստարանների հետ կապված, թե սրահի այդ լուսավորության ուղղակի հիմա դուրսը բավականին լույս է, սրահի լուսավորությունը լավ չի երևում, բայց ունի 7 լուսավորության գույն, կարողանում ես փոխել եւ սրահը ընդհանուր sense շատ գեղեցիկ sense գծերով նուրբ այդ գույնով լցնում է սրահը։ Պանորամա տանիք, բավականին մեծ, այս հատվածը կենտրոնական բարձակը sense գեղեցիկ կարերով, այն ամենաթանկարժեք տարբերակն է, էլի սա։ Բայց կարծում եմ բոլորի վրա կլինի, դե ամեն դեպքում S-կլաս է։ Հիմա իմ օպերատորը, լավ ես։ Շատ լավ է իրան զգում, ինչը բավականին հազվադեպ է լինում մեր հաղորդումների ընթացքում։ Burmester աուդիո համակարգ, ինչը բավականին թանկարժեք է, ունի 10 բարձրախոս, subwoofer, նստարանների տակ, ամենահետաքրքիրը գիտեք ինչն է, որ այն աշխարհի ամենակոմֆորտ մեքենաներից է, լյուքսային ու թանկարժեք, որ sense ճանապարհի վրա sense լողալով է sense գնում, sense սահելով, ընդհանրապես չես հասկանում ոնց է տեղա շարժվում, բայց այս մեր հայկական փոսերի մեջ մեկը այդ դղկուշղկը կա այս մեքենայի մեջ, հայկական փոսերի դեմ նույնիսկ գերմանացիներն են անզոր։ Համակարգերից, ուրեմն ամենաբարդ մասին հասանք, այդ օգնող ու անվտանգության համակարգերը։ Ուրեմն օգնող համակարգերից մեկը այստեղ դիմապակու հետևը սենսորներ են, տեսախցիկ ավելի ճիշտ կարելի ասել, տեսախցիկ է թաքցված, որը ճանաչում է ճանապարհային նշանները։ Դե Երևանում ու ընդհանրապես Հայաստանում դժվար թե ճանաչի, որովհետև Հայաստանում շատ խիստ խնդիր ունենք ճանապարհային նշանների հետ կապված։ Այստեղ կրուիզ կոնտրոլի հետ մեկտեղ կա նաև համակարգ, որը հետևում է գծանշումներին, եւ նույնիսկ կա համակարգ, որ ընդհանրապես ոչ թե կրուիզ կոնտրոլ է ինքը, այլ ավտոպիլոտ։ Դնում ես այդ համակարգը, միացնում ես ավտոպիլոտը ու ինքը ճանապարհի գծանշումները ճանաչելով, ճանապարհային նշանները կարդալով, հոսքին հարմարվելով, ինքը իրան մեքենան գնում է։ Դու իրան չես խանգարում, ինքը քեզ չի խանգարում, կարող ես նստել գիրք կարդալ ղեկին, մի քիչ զարգանալ, այո, գիտելիքները ավելացնել։ Կհիշեք, մի հատ ֆիլմ կար շատ վաղուց, կոչվում էր Հերբի, այո, մի մեքենայի մասին, ով ինքը իրան վարում էր։ Հերբի ֆիլմը կարելի ասել ապագայի մասին ֆիլմ էր։ Mēs եկել հասել ենք այդ օրվան, որ մեքենան ինքնուրույն լիովին կարող է տանել ձեզ ուր ուզում եք։ Այդ նույն տեսախցիկի միջոցով եւ նաեւ բամպերի մեջ տեղադրված հատուկ սենսորների միջոցով ինքը ճանաչում է հետիոտներին,
ինչ որ արագ մոտեցող արգելքներին, մեքենաներին եւ արգելակում է։ Այս մեքենան այն աշխարհի ամենավատ մեքենաներից է, որը աշխատում է այն չգիտեմ միլիոնավոր չիպերով, բլոկերով կառավարման, եսիմինչ սխեմաներով, համակարգիչներով, որ այդ ամեն ինչը շուտ փչանա ու լավ վաճառեն այդ պահեստամասերը։ Բավականին թանկ, իհարկե։ Օրինակ ժամանակին Mercedes-ը աշխատում էր որակի վրա, հիմա գեղեցկության վերջին տարիներին շատ գեղեցիկ է դարել Mercedes-ի դիզայնը, գրեթե բոլոր մոդելների, բայց դե որակը բայց իրանք ասում են ոչ թե դա որակի խնդիր է, այլ ապահովության, ասենք կան բլոկեր, կառավարման բլոկեր, որոնք ինչ որ ժամ աշխատելուց հետո ոչ թե ուղակի շարքից դուրս են գալիս, այլ իրանք ժամը աշխատում են ու վերջ անջատվում են, դու պետքա դա փոխես, որ կարողանաս էլի օգտագործել մեքենան, կամ դիմային այս լուսարձակները, այդ գեղեցիկ լուսարձակները, այդ շատ սիրուն, sense նայում ես թանկարժեք տեսքով այդ լուսարձակները, ասեն, որ մենակ տեսքը չի թանկարժեք, լուսարձակն էլ է թանկարժեք ու եթե հանկարծ լուսարձակներից մեկը կամ այդ լեդերից մեկը հանկարծ սկսի չաշխատել, դա չի փոխարինվում։ Դու պետքա փոխես ընդհանուր լուսարձակ։ Այդ տեսեք ինչքան երկար են նստել մտածել Mercedes-ի ինժեներները, որպեսզի մաքսիմալ թանկ բաներ կարողանան վաճառել սեփականատերերի վրա։ Չհաշված, որ մեքենան այն ամենակոմֆորտ տարբերակով, ամեն ինչը փափուկ, նստարանները փափուկ, ղեկը փափուկ, ձայնամեկուսացված, որ վարորդն էլ ուղևորն էլ զգան իրենց ինչպես իրենց տանը։ Այստեղ կա սպորտ ռեժիմներ եւ վարման սպորտ ռեժիմ եւ կախոցների սպորտ ռեժիմ, ինչը ամեն ինչը սրում է, այս ղեկի կառավարելիությունը ձգում է, ղեկը պնդացնում է, սրացնում է անկյունը, այսինքն փոքր անկյուն տալով արդեն ինքը մի քիչ մեծ անկյուն է մտնում, եւ գազի ոտնակը բնականաբար աշխատում է ավելի կտրուկ, ավելի զգայուն է, էլի։ Այստեղ այս 500-ն է 5 լիտրանոց տարբերակն է, V8 2 տուրբոներով, 456 ձիաուժ, 700 նյուտոն մետր ոլորող մոմենտ։ 456 ձիաուժը բավականին լավ է, չեմ ասի շատ է, բայց քիչ էլ չի բնականաբար, բայց մեքենայի քաշի համար լավ է։ 2-ից ավել տոննա քաշ ունի մեքենան։ Այս հզորությունը լավ է քաղաքային պայմաններում, ճիշտ է, մեր քաղաքում հիմա շատ մեքենաներ կան ու մեր քաղաքի համար այս մեքենան մի քիչ մեծ է, բայց ոչինչ։ Մեկը, եթե դու թիթիզ ես ու ուզում ես ունենալ թիթիզ մեքենա, այս մեքենան վատը չի։ Այստեղ փոխանցումատուփը 7 աստիճան 7G Tronic-ն է, շատերին հայտնի, բավականին լավն է, բավականին արագ փոխարկումները կատարում է։ Այստեղ կա, նայեք, էկո կոճակ կա։ Այստեղ հենց այս էկոյի լույսը վառվում է, էկո կոճակի վրայի լույսը վառվում է, դա նշանակում է, որ մարտկոցը արդեն լիովին լիցքավորված է։ Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ մեքենայի մոտ սկսում է աշխատել start-stop համակարգը, այսինքն հենց կանգնում ես մեքենան ավտոմատ անջատում է շարժիչը, հենց ոտքդ հանում ես արգելակման ոտնակից, միանգամից էլի գործի անգնում ու շարժվում եք։ Ու նենց անում, որ դու չես զգում, չես նեղվում, էլի։ Բայց դրան մի քիչ ժամանակ է պետք, հեսա այստեղ վառվում է էկո, այստեղ լույսը վառված է, այսինքն մեզ մոտ հիմա այդ համակարգը աշխատում է։
Այսինքն շատ հետաքրքիր երկար օր անցկացրեցինք այս մեքենայով, արդեն մութն ընկավ, բայց մենք հատուկ ենք սպասել, որ մութն ընկնի, որովհետև այն ֆունկցիան, որը չէր երևում արևի ժամանակ, այսինքն լույսով, մենք հիմա կտեսնենք դա։ Ես հիմա ձեզ դա ցույց կտամ։ Խնդրեմ, լույսերը անջատում ենք։ Խնդրեմ, գեղեցկություն։ Հիմա այս կարմիր գույնն է, այստեղ մտնում ենք, տեսեք, այսքան գույնի հնարավորություն ունենք։ Վարդագույն, եթե ասենք աղջիկ ավարում, որը քիչ հավանական է, հետո ունենք էլի, չէ, այս մեկը արդեն լավն է երևի, կապույտ, այստեղ ավելի մուգ կապույտ, այս էլ է շատ լավը, սպիտակ կարելի ասել, կաթնագույն սպիտակ, գազարագույն ու դեղին, ու կարմիր։ Իդեպ գտել եմ մինուս այս մեքենայի մեջ, ու մինուսը հենց աչքերից դեմն էր, այստեղը, մեջտեղի հատվածում, հենց այս ղեկի հետևը, բոլոր ամենակարևոր ցուցիչները էլեկտրոնային են։ Իմ ամենաչսիրած բանն է մեքենայի մեջ, որ այս թազա տեխնոլոգիաների հետ միասին մեքենաները գնում են ու ինչի համար են օրինակ sense բան սարքում։ Ամենաշատը մեքենաների մեջ դա չեմ սիրում, մանավանդ տախոմետրը, որ լինում է էլեկտրոնային։ Գոնե տախոմետրը պետք է միշտ լինի սովորական հին ստանդարտ վատ, կարելի ասել, չէ, վատ չէ, մեխանիկական տախոմետր, որովհետև ճիշտ է, էլի դա։ Մինուսներից գինը, բնականաբար շատ թանկ է, անչափ թանկ արժեք, որ ասենք մի բանը փչանում է, տուն տեղ ծախում ես, որ ասենք մի հատ լուսարցակ փոխես։ Էտա ու էսա մինուս։ Ահա, 3 հատ մինուս գտել եմ։ Դե գաստու։ Ահա։ Գազա տալի։ Մենք փորձում ենք ուղղակի սիստեմը գտնել, ոնց է հետևում դիմացի մեքենային, էլի։ Որ հետևից նույն արագությամբ գնա ու պետք եղած ժամանակ կանգնի։ Օպ, ես ոչ մեն չարեցի։ Նայեք, ոչ մեն չեմ անում։ Նայ, ղեկն էլ է պահում։ Ես էլ տորմուզ չեմ տալու, վсё։ Չմոռանաք բաժանորդագրվել մեզ YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում, ամենտեղ գրեք ձեր տպավորությունները այս մեքենայի մասին ու ընդհանրապես ինչ մեքենաներ տեսնում եք մեր հաղորդման ընթացքում, բոլորի մասին կարող եք գրել ձեր տպավորությունները, հաջողություն։ Ամենակոմֆորտ տարբերակով, ամեն ինչը փափուկ, նստարանները փափուկ, ղեկը փափուկ, ձայնամեկուսացված են, Պանարամա, ասենք դնես, ինչքան է ամենամինիմումը, 30, ուժեղ գազը մինչև վերջ սխում ես, մեքենան սենց 30 գնում է, սենց թշերը սենց արնում, 30, հեսա այդ կոճակն է ցույց կտամ, ուղղակի կոճակներ կան, մի րոպե, որ պարկած երթևեկել եմ, հեսա մեկը կատված է ստանում ատրակցիոնների վրա։